Ողջույն, սիրելի երևանցիներ, սիրելի հետևորդներ, բոյկոտի քարոզության շրջանակներում մենք կրկին փողոցներում ենք, կրկին մարդաշատ կանգառներում ենք, Մայր Հայաստան խմբակցության մեր գործընկերները այս պահին քաղաքի տարբեր բանուկ հատվածներում երևանցիների հետ բոյկոտի քարոզության շրջանակներում շփվում են, թեժ են պահում, մարդկանց իրազեկում են, բոյկոտի արդիականության վերաբերյալ մեր մեսիջն են փոխանցում, վիճակագրությունն էլ շատ խոսուն է, վիճակագրությունն էլ խոսում է այն մասին, որ բոյկոտը անկասելի ընթացքով շարունակվում է, այս պահին մենք գտնվում ենք Մաշտոց Ամիրյան Խաչմերուկի մարդաշատ կանգառում, տեսեք ինչքան մարդ կա կանգնած, ինչպես միշտ համակարգը թերություններով է աշխատում։ Ժողովուրդ ջան, այս մեջտեղից նստեք ու հանգիստ իջեք։ Բոյկոտեք, մի վճարեք։ Վարորդին շնորհակալություն հայտնեք ու բոյկոտեք։ Մինչև նորից կդառնա 100 դրամ։ Հարգելի հայրենակիցներ, նորից ողջունում ենք բոլորին։ Տրանսպորտային համակարգի էպոպեան ձգվում է, դեռ երկար է ձգվելու, իշխանությունները իրենց հրապարակած վիճակագրությամբ ունեն թերհավաքադրումներ, իշխանությունները արտահոսած ձայնային ահայտ սկանդալային հաղորդագրությունների ընդհանրապես ասելիք չունեն, եթե այդ ամենը լիդեր կեղծիկ, իրենք վստահաբար րոպեներ անց այդ ամենը կհերքեին, շատ թափթփված եւ տագնապային իրավիճակ է Երևան ավտոբուս ՓԲ-ում, ինչպես նաեւ պիտի առանձնահատուկ ընդգծենք, որ նաեւ գործակարգավարականի ժամանակ հնչեցվող վիճակագրությունը, թվերը հավաքագրման խոսում են այն մասին, որ բոյկոտը իրականության մեջ տեղ ունի եւ նաեւ հակասություններ կա մեծ տրված պաշտոնական փաստաթղթով ուղևորափոխադրման մի թիվ են ասում, իսկ օրինակ ՀՄԵԿ-ին տրվող ինֆորմացիայով ուրիշ թիվ են ասում, թվերը չեն համընկնում, բոյկոտը անհերքելի է եւ մեր քաղաքացիները պիտի շատ քաջ գիտակցեն, որ հանրային ճնշումը, որ գեներացվում է իշխանությունների նկատմամբ, դա մեկ օրվա անելիք չէ, մեկ օրվա պայքար չէ, մեկ օրվա գործընթաց չէ, պետք է համառ, հետևողականորեն, աննահանջ կերպով գնալ հանրային ճնշման եւ որևիցե մեկի վճարելուց բոյկոտի տրամադրված փակը չպետք է կաշկանդվի։ Ժողովուրդ ջան, բոյկոտեք, մի վճարեք, վարորդին շնորհակալություն հայտնեք ու բոյկոտեք։ Մինչև նորից կդառնա 100 դրամ։ Անկաշկանդ օգտվեք բոյկոտելու ձեր սահմանադրական իրավունքից։ Ինչպես։ Ինչքան հետևողական շարունակենք բոյկոտել, այնքան շանսերը կմեծանա։ Դե հա, տրոլեյբուսը 50-ից դարձել են 150։ Դե մարդիկ արձագանքում են, այո, մենք բոլորս կարծես թե ավելի կենտրոնացել ենք 100-ը 150 դարձնելու այդ վիճակագրության վրա, այնինչ տրոլեյբուսի պարագայում տեղի ունեցել եռապատկում եւ 50 դրամով երթևեկող թոշակառուի համար եռապատիկ անգամ հանրային տրանսպորտը թանկացել է։ Նորից ողջունում ենք բոլորին։ Համեցեք։ Շատ լավ է, որ գիտեք։ Ժողովուրդ ջան, առաջացեք, բոյկոտեք, մի վճարեք, մինչև նորից կդառնա 100 դրամ։
Դուք վար եք։ Ուրեմն մենք պաշտոնե իրավունք ունենք ձեզ սովորացնենք։ Մենք իրավունք ունենք ի պաշտոնե ձեզ սովորացնելու։ Ուրեմն ձեր պայմանագրի մեջ նման կետ չկա։ Դուք միայն վար եք։ Երևան քաղաքի հավաքանիներ ենք։ Դե որ ուրախ եք, հանգիստ վարեք։ Հանգիստ վարեք, ոչ մեկի հետ կոնֆլիկտի մեջ չմտնեք։ Վար եք։ Վերջ։ Դուք իրավունք չունեք ու վար եք։ Հիմա մի երկարացրեք, վար եք։ Անցեք առաջ։ Ուրեմն այդ շեֆերի մոտ լավամար դուք գալու չեմպիոնատը կգնաք ուրիշտեղ կիրականացնեք։ Ձեր շեֆերն են մեզ հաշվետն։ Վերջ ուրեմն։ Վերջ։ Ձեր շեֆերը խուսափում են մեր հետ շփվելու։ Ինձ եմ նկարում, ձեզ չեմ նկարում, անհոգ եղեք։ Նկարելով առաջացեք, քայլեք փողոցով։ Կամ նստեք գնաք։ Չենք նստում։ Չեք նստում, քայլեք։ Ուրեմն ասում եք իմ աշխատանքը։ ոչ մեկը ձեր աշխատանքը չի խանգարում։ Գնամ ուշանում ենք։ Դե առանց ագրեսիայի ու հանգիստ տոնով։ Ուրեմն ով որ կուզի կբոյկոտի այդ իր իրավունքն է, ձեր գործը վարելն է։ Վերջ։ Խոսալներ չի ստեղծել իրավունք, իմ իրավունքն է։ Քաղաքապետարանի աշխատող եմ։ Աշխատող չենք, հավաքան ենք, աշխատողների վերահսկողն ենք։ Ուրեմն մենք չենք խանգարում ոչ մեկին։ Բարի գնա։ Գնա բարի։ Հարգելի այնակիցներ, մենք հանդիպեցինք մի վարորդի, ով ուզում էր անպայման շեֆերի աչքին լավամարդ թերևար, քաղաքացիների հետ ինչ-որ կոնֆլիկտային մթնոլորտ ստեղծի, նմաններն էլ կան, այո, եւ մեր ներկայությունը նմաններին կարգի հրավիրելու համար է նաեւ, որովհետեւ վարորդ իրավունք չունի քաղաքացուն ինչ-որ բան պարտադրի, վարորդի գործը ընդամենը մեքենան վարելն է ու վերջ, դրանից ավել ոչ մի բան։ Եվ եթե Երևան ավտոբուս ՓԲ-ի տնօրինությունը հարկադրում է վարորդներին գնալ ուղևորների հետ կոնֆլիկտի, ուրեմն բոլոր վարորդները պետք է իմանան, որ պետք է շատ մեծ ջանքեր չթափեն այդ ուղղությամբ, եւ եթե ճնշումների տակ են իրենք, ուրեմն թող ինչ-որ ձևը գտնեն այդ ճնշումներից խուսափելու ու թող ոչ մեկը չփորձի ժողովրդի գրպանի հաշվին շեֆերի մոտ աչոք հավաքի։ Եղավ, խոսքս ուղղվում է այդ վարորդներին։ Բայց մենք էլ իրավիճակին տիրապետում ենք, այո, նաև կան վարորդներ, որ շատ հանգիստ, հանդուրժողաբար մարդկանց դեռ մի բան էլ ասում են, չի մի վճարեք, վարորդները ընդհանուր առմամբ իրենք էլ դժգոհ են ստեղծված համակարգից, ստեղծված իրենց աշխատանքային պայմաններից, այն մթնոլորտից, որը տիրում է Երևան ավտոբուս ՓԲ-ում, եւ վարորդներն էլ իրենք տարբեր կերպ արտահայտում են իրենց դժգոհությունը։ Իրենց դժգոհությունը եւ անհամաձայնությունը այս իրավիճակին, առհասարակ տրանսպորտային համակարգը Երևան քաղաքում գտնվում է շատ քննի եւ անպատասխանատու մակարդակի վրա, ու այս իշխանությունները օրը մի սկանդալի մեջ են հայտնվում, մի հատ բացահայտում, մի հատ քրեական գործ, մի հատ ձերբակալություն, մեկ էլ բացահայտումներ են անում, որ Ավինյան Տիգրանը իր կնոջ ընկերուհուն պատկանող ՍՊ-ին նոր օֆշորում գրանցված 8 օրվա կազմակերպությանը անիվից 1.5 միլիարդ դրամի ֆինանսական աջակցություն է տրամադրել։ Այս են այս իշխանությունները սկանդալի հետևից, բացահայտման հետևից, աղմուկի հետևից, այս են այս իշխանությունները ու բնականաբար իրենց էությանը հավատարիմ պիտի գնան պառակտելու, մարդկանց մեջ կոնֆլիկտ հրահրելու, վարորդ ուղևոր հարաբերություններում լարվածություն մտցնելու տարբերակով, որ ուղևորներն էլ, ասենք, կոնֆլիկտից խուսափելու համար հարկադրված վճար են։ Քաղաքացուց շանտաժով, մթնոլորտը լարելով, քաղաքացու եւ վարորդի միջև կոնֆլիկտ հրահրելով, քաղաք են կառավարում, տրանսպորտ են բարեփոխում, նման բան լինում, հա։ Դա նորմալ երևույթ չէ, թելը կտրվելու է միտեղ մի օր։ Իհարկե թելը մի օր միտեղ կտրվելու է, բոլորը պետք է իմանան, որ պիտի այդ կոմերիտական ջանասիրությամբ ղեկավարությունից եկած ամեն հրահանգ ընդդեմ ժողովրդի չանեն, որտեղ սա քարերը նետելու, քարերը հավաքելու ժամանակը։ Ու բոլորը պիտի իրենց հարածների համար միշտ իմանան, որ ու շուտ գալու է պատասխանատվության պահը։ Իսկ սիրելի հայրենակիցներ, բոլոր նրանք, ովքեր ընդունում են բոյկոտը, ովքեր վճարունակ չեն,
բոլոր նրանք ովքեր գտնում են, որ իրենց հացի գումարը պիտի այսուհետ հավելյալ վճարեն տրանսպորտի համար, թող շարունակաբար, անկաշկանդ, միանան բոյկոտին, չվճարեն, աննահանջ կերպով բոյկոտել այս թանկացումները, որտեղ քաղաքական ուժեր, հավաքայիններ, բայց հանրային լայն զանգվածների ազդեցությունն է միայն, որ իշխանություններին հարկադրում է գնալ այս կամ այն քայլին ընդառաջ, այս կամ այն քայլին արձագանքել adekvat կերպով։ Հակառակ պարագայում այս իշխանությունները վարվելակերպ են դարձրել տոտալ թանկացումները, էլ շրջանառության հարկ, էլ բույքահարկ, էլ աղբահանության վճար, էլ հանրային տրանսպորտ, էլ կարմիր կետագծեր, ինչ նրանք գնում են ամեն ինչը թանկացնելու, բայց մարդկանց եկամուտները չի ավելանում, այսինքն կյանքի որակի անկում է տեղի ունենում։ Հիմա այս պարագայում ինչի մասին է խոսքը, ինչ բար է փոխում, ինչի միայն ավտոբուս առնել բերելը բար է փոխում, հա, մեր կանգառասրահները ինչ վիճակում են, մեր միասնական չվացուցակը, շարժակազմերի քանակը, միջակայքը ավտոբուսների գալով, առավոտյան երեկոյան ժամերին ասենք ուղղակի խցկվել չի լինում հանրային տրանսպորտ։ Հիմա ինչ տարբերություն գազելու մեջ են խցկված, թե ավտոբուսի մեջ են խցկված։ Բոյկոտեք, հարգելի հայրենակիցներ, մի վճարեք, մինչև նորից կդառնա 100 դրամ։ Սիրելի հայրենակիցներ, հիշեցնեմ, այս պահին մենք գտնվում ենք Մաշտոց Ամիրյան խաչմերուկի կանգառի մոտ, մեր գործընկերները քաղաքի տարբեր հատվածներում նույնպես իրականացնում են բոյկոտի քարոզություն, շփվում են քաղաքացիների հետ, եւ նաեւ մենք ունենում ենք ահազանգեր կոնկրետ երթուղիների, կոնկրետ ավտոբուսների վարորդների հետ կապված ահազանգեր, եւս մեկ անգամ վարորդներին կոչ ենք անում տնօրինությունից եկած ապօրինի հրահանգները չկատարել, ուղևորների հետ ոչ մի կոնֆլիկտի չգնալ, մարդկանց չփորձել բարոյապես ճնշել, որովհետեւ բումերանգի էֆեկտով այդ ամեն ինչը շուռ է գալու իշխանությունների դեմ, եւ թող ոչ մեկը ամաչելով հարկադրված իր հացի փողը չտա տրանսպորտին։ Թող իր հացի փողը տրանսպորտին չտա ոչ մեկը։ Այդտեղ որևիցե մեկի բարոյախրատական խորհուրդներն ու հորդորները գործին օգուտ չեն տա։ Յուրաքանչյուր ինքը պետք է գիտակցի, որ այս թանկացումները խփում են իր գրպանին։ Եւ տեսակ բառացիորեն 2 շաբաթ առաջ, ավելի քան 2 շաբաթ առաջ, երբ որ եկավ ձյուն, քաղաքում կաթվածահար էր տրանսպորտ գոյություն չուներ։ Գնացեք վճարեք։ Ովքեր կուզեն վճարեն։ Ժորջա, բոյկոտեք, մի վճարեք, մինչև նորից կդառնա 100 դրամ։ Վարորդին շնորհակալություն հայտնեք ու անվճար երթևեկեք, մինչև կվերադարձնեն 100 դրամ ուղևորավարձը։ Այո, շատ ճիշտ է նկատում քաղաքացին, իհարկե, այդ թերությունների մասին այնքան խոսել ենք, թելսելը փողը ընդունում է, թուղթ չի տալիս, կամ թուղթը տալիս է, վալիդատորը չի կարդում, այնքան թերություն կա, այնքան պակաս պռակ կա։ Այդ գազելների հետ որ համեմատում են, այո, գազելը առանձնապես որակյալ ծառայություն չէր մատուցում։ Մտայութես, որ գազելը վնասով չէր աշխատում, դեռ հիմա այլ օգուտ էր բերում։ Եվ ձմեռային անվադողեր ունեն կոմպլեկտացիայի մեջ, մարդիկ սառնամանիքի չէին մնում փողոցում կանգնած գազելների պարագայում։ Հիմա քանի գրոշի արժեք ունեն ավտոբուսը, որը թանկ առել դրել են այստեղ, ու երբ որ ձյուն է գալիս, իրանք ալարում են ժամանակին փողոցները մաքրել, որ այդ ավտոբուսները աշխատեն։ Դե եթե ձմեռային կոմպլեկտացիա չկա այդ ավտոբուսների անիվների մեջ, գոնե ժամանակին փողոցները մաքրեք, որ կարողանան համասեզոնայինով աշխատել։ Ու ապշում ես էլի ոնց կարելի է այսքան, չգիտեմ, ապի կար, ապա շնորհ կերպով քաղաքը կառավարել, էլի։ Ասենք ինչ կարելի է այս ամեն ինչի անունը դնել։ Սիրելի հայրենակիցներ, ու առհասարակ Երևան քաղաքի կառավարման համակարգը
այս նորաստեղծվա իշխանությունների այս կարկատան արած մեծամասնության օրոք, թե ինչքան ճաքեր է տվել, ինչքան բաց թողումներ է եկել դուրս եկել ջրի երես, ձյունա գալիս տրանսպորտը կանգնում է, անձրևա գալի քաղաքը դառնում է Վենետիկ, չգիտեմ, մարդիկ հումորային մեմեր են նկարում, որ Yandex-ը նավերի ծառայություն է առաջարկում։ Էս են, այս իշխանությունները էս են, ամառը գալիս է աղբահանությունը պատշաճ չի կատարվում, ասֆալտ են անում, նույն փողոցը մեկ էլ մի քիչ անցնում է, նորից են ասֆալտ անում։ Այսինքն այս իշխանությունները ինչի ձեռք են տալիս, դա ձախողում է գնում, դրա տակ թաքնվում է կոռուպցիա, հովանավորչություն, իրենց հետ փոխկապակցված ՍՊԸ-ները բարգավաճում են, հարստանում են, մեկ անձից գնումներ են անում, կամ կեղծ աճուրդներ են անում, կեղծ տենդերներ են անում, իրենց հետ փոխկապակցված մարդիկ հարստանում են, մեկ էլ պետական հարկատուի միջոցներով գոյացած գումարները այդ սկանդալը նախորդին պայթեց։ Գումարները 1.5 միլիարդ դրամ տալիս են իրենց կնոջ ընկերուհու օֆշորում գրանցված ինչ-որ կազմակերպության, էս են այս իշխանությունները, ոչ մի բանի վրա մի զարմացի։ Ու իրենք ցինիզմի, լկտիության, հանդգնության գագաթնակետի վրա են գտնում եւ յուրաքանչյուրից անելիքն է, յուրաքանչյուրից գործն է, այդ ամեն ինչին տալ գնահատական եւ սեփական վարքագծով վերաբերմունք ցուցաբերել։ Որովհետեւ մեկը թող չկարծի, թե 150 դրամին համակերպվելով հարցերը լուծվում են։ Ամենևին իրենք բացարձակ ասել են, որ բարձրացնելու են, թանկացնելու են, էլի են դա թանկացնելու։ Եթե հիշում եք, իրենք ի սկզբանե 300 դրամի վրա են կանգ առել։ Ու այս որ հունվար ամսի ժողովրդի փաթեթները չառավ, առաջին հերթին դրա հետևանքները, որ իրենք զգալի նահանջ արեցին։ Ու այստեղ մենք վստահ ենք, որ էլեկտրոնային տոմսերի դեպքում, միասնական տոմսայինի դեպքում, ստվերի վերացման դեպքում 100 դրամը բավական է։ Բայց եթե անգամ իսկ 100 դրամը բավական չէ, հանրային տրանսպորտը այն ոլորտ է, որ պետությունը պիտի սոցիալապես հանձնառու եւ պատասխանատու լինի եւ կանգնի քաղաքացու կողքի, սուբսիդավորի, որ մարդիկ կարողանան գոնե տրանսպորտի վրա թանկացում չզգալ, գոնե տրանսպորտի հետ կապված իրենց գրպանին հարված չստանան։ Բոյկոտեք, հարգելի քաղաքացիներ, մի վճարեք մինչև նորից կդառնա 100 դրամ։ Բոյկոտը յուրաքանչյուրից սահմանադրական իրավունքն է։ Անկաշկանդ օգտվեք բոյկոտի ձեր իրավունքից։ Վարորդին շնորհակալություն հայտնեք ու երթևեկեք։ Հատկապես երբ որ ձեռառած տոմսերը վալիդատորը նորմալ չի էլ կարդում։ Փողը ընդունում է, թուղթը չի տալիս։ Ու պիտի առանձնահատուկ շեշտեմ, որ Երևան քաղաքի կառավարման այս որակը, այս մակարդակը մի առանձին բացառություն չէ։ Քաղաքացիական պայմանագիրը ամբողջ հանրապետությունը ինչ մակարդակով, ինչ որակով կառավարում է, դրա էլ ավելի վատթար դրսևորումով կառավարում է Երևան քաղաքը։ Հետևաբար, այդտեղ որևիցե զարմանալու բան չկա։ Երկրի սահմանից սկսած մինչև պետական գանձարան այս իշխանությունները մաշեցնում են, մսխում են մեր պետությունը, մեր պետականությունը, չարաշահում են քաղաքացիների քվեն, իրականությունից կտրված զբաղվում են միայն հարստանալով, իրենց հետ փոխկապակցված անձանց միջոցով, տարբեր աղբյուրներից իրենց գրպանները լցնելով, այս իշխանությունները էս են։ Հիմա արդյոք դուք ինքներդ եք որոշեք, արդյոք նորմալ է այս որակի իշխանությունների բերած ինչ-որ գնային փոփոխություններին դրական արձագանք տալ։ Ու մեր ունեցած վիճակագրությունով բոլոր են մարդկանց մեջ, ովքեր որ վճարում են, գերակշիռ մասը մարդիկ են, ովքեր դեմ լինելով ուղղակի անհարմար են զգում, չգիտեմ, ամաչում են կամ նաև ասում են, որ ասենք, չգիտեմ, էլի ինչ որ շատերը նստում են ավտոբուս ու նայում են մեկը մյուսին տենան ով վճարեց, ով չվճարեց, պետք չի, դրա կարիքը չկա, վճարելն էլ չվճարելն էլ յուրաքանչյուրի իրավունքն է, թող որևիցե մեկը իր հայացքով անգամ
որևիցե ինչ որ կաշկանդող գործունեություն չծավալի։ Յուրաքանչյուրը ինքն է անկաշկանդ որոշում, որ հարցի վերաբերյալ ինչ դիրքորոշում ունենա։ Հետևաբար հարգելի քաղաքացիներ, բոլոր նրանք, ովքեր բոյկոտը համարում են իրենց համար ընդունելի տարբերակ, թող չնայեն որևիցե մեկի վճարել չվճարելուն կամ որևիցե մեկի կարծիքին, ազատ անկաշկանդ բոյկոտեք, վարորդին շնորհակալություն հայտնեք, եթե կլինեն այնպիսի վարորդներ, որոնք հակված են կոնֆլիկտի, առանձնապես տոմի տվեք, վարորդի գործը ընդամենը մեքենա վարելն է, նրա իրավունքներն ու պարտականությունները, հիշեցրեք վարորդներին, որ իրենք որևիցե ինչ-որ պայման դնելու իրավունք չունեն քաղաքացու առաջ։ Իրենք պետք է ընդամենը վարեն ավտոբուսները ու վերջ։ Իրենց պայմանագրով էլ է դա նախատեսված։ Հետևաբար, արգելի քաղաքացիներ, յուրաքանչյուրս մեր խրամատում, մեր դիրքում, մեր պայքարի ելմանկետում պիտի լցված լինենք համառությամբ, հետևողականությամբ, անընդունելի երևույթը այս պարագայում գների ավելացումը մերժելու մեր շնորհակալություն հարգելի Սամուել, անընդունելի երևույթները մերժելու մեր հաստատակամ ու հետևողական ահայտ վարքագծին եւ հավատացեք այդ պարագայում իրականությունը փոխվելու է, ճիշտ այնպես ինչպես հուվարին փոխվեց, երբ որ տեսան, որ մարդիկ այդ թանկ փաթեթները չեն առնում։ Հետևաբար, սիրելի հայրենակիցներ, պայքարը շարունակվում է, պայքարը անկասելի է, բոյկոտեք, շարունակեք բոյկոտել, անսասան կերպով ու լավ օրից չի, որ մարդիկ գնում են բոյկոտի, դա վերջին գործիքն են թողել, երբ որ տրանսպորտի թանկացման եւ ոչ միայն թանկացման, այլ տեղական վճարների հետ կապված ավականու նիստերի ժամանակ իշխանությունները սադրում են, բանը հասցնում են կռվի, սկանդալի, ներս են հրավիրում ոստիկաններ, դիրտուժ են կիրառում ավականու անդամների նկատմամբ սիրո եւ համերաշխության այսպես կոչված ալիքի վրա իշխանության եկածները այսօր դիրտուժ են կիրառում ավականու անդամների նկատմամբ վարորդներին են հարկադրում գնալ կոնֆլիկտի ուղևորների հետ, վարորդներին են սանկցիաների ենթարկում, գործադուլանող վարորդներին աշխատանքից ազատում են, հետևաբար այս իշխանությունները ամբողջովին մսխել են իշխանության մնալու իրենց հանրային ռեսուրսը եւ հանրային տրանսպորտը այն ամենօրյա գործիքն է, որ յուրաքանչյուրը ով գնահատական ունի այս իշխանությունների հանդեպ, ամենօրյա ռեժիմով իր վերաբերմունքը դրսևորի եւ թույլ չտա, որ մտնեն իր գրպանը եւ իր հանապազօրյա հացի համար նախատեսված գումարը կամ իր երեխայի կամ թոռնիկի քաղցրավենիքի համար նախատեսված գումարը հարկադրեն, որ ինքը վճարի տրանսպորտի համար 100 դրամ եւ վերջ։ 100 դրամով լիովին հնարավոր է համակարգը սպասարկել։ Իսկ եթե դուք դա չեք կարողանում, սուս-փուս հրաժարական տվեք, գնացեք ձեր գործերին, գնացեք զբաղվեք այդ օֆշորներով, այդ համերգ բաներ, որ կազմակերպում եք, այդ համերգներով, հրավառություններով, գնացեք այս բաներով զբաղվեք։ Քաղաք կառավարելը ձեր գործը չէ, ձեր խելքի բանը չէ, եւ Երևանցին արժանի է ունենալ արժանապատիվ իշխանություն, ով կկարողանա եւ տրանսպորտի, մատչելի տրանսպորտի հարց լուծել եւ նաեւ ունենալ այնպիսի իշխանություն, որը մանկապարտեզների հարցը չի շահարկի տրանսպորտի բարեփոխում կոչվածների այդ գների բարձրացման հարցում։ Երևանը այո ունի կարիք իշխանության, որը եւ տրանսպորտի, մատչելի տրանսպորտը կարող է պահովել եւ նաեւ մանկապարտեզների կառուցումն է պատշաճ ծավալներով անում։ Խնդրեմ տեսեք ինչ կատարում ես կանգառում։ Դա ավտոբուս է, նայում ես 40 րոպե ասուչ։ Ապա մարդիկ կանգնած են, ուղղակի կանգնած են։ Փառք Աստծո, եղանակային պայմանները փոքր շատ է բարելավել են, այս պայն ցուրտ չէ, բայց նախ մի փոքր անց արդեն ցրտելու է եւ բացի այդ ծմրանը ցուրտ է, ամռանը շոկ է ու Երևանցին հարկադրված է կանգառներում այսպես հուսահատ, ճարահատյալ կանգնել, սպասել, որ միգուցե այդպես մի կերպ դռները փակվելով ինքը կարողանա հասնել տուն։ Չգիտեմ, դա եթե ինչ-որ մեկի համար
ընդունել է եւ թույլ կտա որ իրեն մանիպուլացնել են գազելներով մյուս թող ինքը ուրեմն որոշի այդ մտածելակերպ ունեցող մարդիկ երևի թե պետք է չգիտեմ 300 կամ 500 դրամ վճարեն որ հասկանա որ այդ թանկացումները օրինաչափ չեն հակառակ պարագայում հարգելի հայրենակիցներ յուրաքանչյուրս մեր անելիք ունենք պատասխանատվության մեր չափը ունենք ժողովուրդ քանը գնայք ու տրանսպորտ դες մի պատուս դրեցի իման օրինից կամ տեսեք ինչ անում խնդրեմ Այսօր էլ չգիտեմ, ասում են առա ժամանակին լվացած չեն եղել ավտոբուսների ներսը, այդ ավտոլվացման կետի հետ կապված է խնդիր եղել, վարորդները հարկադրված իրենք են մտնել մեքենաները լվացել դուրս եկել երթուղի։ Օրը մի սկանդալ պայթում է, օրը մի ձայնագրություն, մի հատ լուր, մի հատ բացահայտում, երրում է բառացիորեն ներքուստ տրանսպորտային համակարգը սկանդալներից, բացահայտումներից, պրոբլեմատիկ երևույթներից, քաղաքապետարանում ձերբակալություններ, քրեական գործեր, պաշտոնանկություններ եւ այլն, բայց քաղաքային իշխանությունները օլիմպիական հանդարտությամբ իրենց այնպես են պահում, կարծես հա ինչ ա եղել ոչ։ Ոչինչ, շուտով բոլորը կտեսնեն ինչ ա եղել եւ դուք ինչքան նեգատիվ եք ներարկել հանրության մեջ, ինչքան լարվածություն եք մտցրել, որքան եք բիրտ ուժ եւ ռեպրեսիվ գործիքակազմ կիրառելով ինչ աստիճանի բացասական էներգետիկա եք կուտակել ձեր հանդեպ։ Շուտով դուք դրանում կհամոզվեք, ամեն պարագայում ազդեցությունը ծնում է նաեւ հակազդեցություն, զսպանակի էֆեկտը ոչ մեկը դեռևս չի չեղարկել։ Իսկ ամենաեականը իշխանությունների կողմից այն բումերանգն է, որ իրենք նետել են, այդ բումերանգը պտտվելու է շուռ է գալու եւ շղկալու է իրենց ճակատներին։ Դա թող ոչ մեկը չկասկածի, կլինի փողոցային գործընթաց, կլինի ընտրական գործընթաց, ոչ մի իշխանություն հավես չէ, դա բոլորը յուրաքանչյուրը իմանա, ով երբևէ իշխանական դիրքերից հարության նկատմամբ նման բիրտ եւ հարության կարծիքի հետ հաշվի չնստող վարկագիծ ցուցաբերի։ Չգիտեմ, խնդրեմ, տեսեք ինչ է կատարվում։ Խնդրեմ, չեն տեղավորվում մարդիկ։ Խնդրեմ, մարդիկ չեն տեղավորվում ուղղակի։ Բայց նախկինում գազելների մեջ չեն տեղավորվում, հիմա ավտոբուսների մեջ չեն տեղավորվում, ապա նայած դրա համար ավել փող տվեք։ Ասեմ ակրոբատիկ ինչ որ դրա համար մի լրեք, ճիշտ ասում եք, ոչ արագ, մի հստակ ասեք, չէ, ոչ մեկ ձեզ իրավունք, բարոյ, ինչ իրավունք ձեզ բան ասի, վարորդի գործը միայն մեքենա վարելն է, ով է։ Ուղղակի չգիտեմ, ինչ բառերով է պետք նկարագրել, հիմա այս կանգառում խմբված մարդկանց թիվը ձեզ ցույց տամ։ Հիմա տեսեք որտեղից, Ամիրան Խաչմերուկից մարդիկ սենց կանգնած են։ Հələ տեսեք ինչա կատարվում ստեղ։ Տեսեք ինչա կատարվում։ Ինչքան մարդ է կանգնած։
Ես փորձեմ հաշվել էլի զուտ էքսպերիմենտի համար 2 4 6 8 10 2 4 6 8 20 2 4 6 8 70-ից ենկոմ արդեն հաշիվը կորցրեցի հնարավոր չի հաշվել արգելի հայնակիցներ այս պահին Ամիրյան Մաշտոց խաչմերուկի կանգառում ավելի քան 100 հոգի մարդ կա մարդիկ ուղակի խնդրեմ մեկ էլ ցույց տամ ներքևից եկող հատվածը որ այս պահին հորիզոնում այս ավտոբուսը քաղաքային չի միջքաղաքային է խնդրեմ նոր պրոսպեկտի Բաքշուկայի նախկին հատվածում կա որ ավտոբուսներ են նշмарվում եւ փորձենք տեսնենք գոնե այդ ավտոբուսները մարդկանց տեղավորում են թե չէ Չգիտեմ, ուղղակի անտանելի է, առաջի հերթին մարդկանց նյարդային համակարգն է սղոցվում, պատահական չի, որ մենք այս ժամերին ենք լինում հենց կանգառներում, քաղաքի տարբեր հատվածներում, առաջի հերթին մարդկանց նյարդային համակարգն է սղոցվում ու նաև արժանապատվության հարց է, տեսանք այդ ձայնագրությունների մեջ, էլ թուլ է, էլ լակոտ, ինչ բառեր ասես օգտագործում են ուղևորների հասցեին, Ավիդյանի հայրը համբալ է ասում, բառեր չկա էլի ասենք, ինչ բնորոշում տասես ամեն ինչին, ու այս պայմաններում այս որակի սպասարկում, այս որակի տրանսպորտ, մենք էլ թանկացնեն ու ասեն, որ էլի են թանկացնելու, անդուրժելի չէ այդ ամենը ոչ մի պարագայում, Խնդրեմ էլի նայեք, ինչքան մարդ կա, տեսեք ինչա կատարվում էլ էստեղ։ Խնդրեմ, մարդիկ կանգնած են ու մարդիկ կան էստեղ արդեն մեր հեռարձակման սկզբից ստեղ էին ու մինչև հիմա դեռ էստեղ են։ Տեսնենք իրենց բախտը կբերի, որ հաջորդ ավտոբուսի մեջ գոնե մի կետ տեղավորվելու հնարավորություն ունենան։ Հարգելի հայրենակիցներ, ուզում բոլորին էլի հիշեցնել, բոլոր նրանց ովքեր նոր են միացել, Մայր Հայաստան խմբակցության ներկայացուցիչները քաղաքի տարբեր հատվածներում բոյկոտի քարոզչության շրջանակներում իրազեկման եւ քաղաքացիների հետ շփվելու ակցիա են իրականացնում, գործընթաց են իրականացնում եւ ահա Մաշտոց Ամիրյան խաչմերուկի այս կանգառում նայեք էլի սենց ինչա կատարվում, էլի ասենք այս բառերով նկարագրելու չի այս ամեն ինչը, նաեւ մայթի հատվածում կանգնած ինչա կատարվում Սիրելի հայրենակիցներ, վերջախոս, փաստեր են, անգամ այդ ձայնագրությունների մեջ երևում է, որ շատ դեպքերում վարորդները աճապարում են գնալ գազի լիցքավորման, այնտեղ փորձում են իր վիճակը շտկել, որ ասում են քաղաքում մեքենա չի մնացել, տեսնես ով է մեղավոր, ով է պատասխանատու, այսօր էլ այդ ահազանգը ստացանք, որ մեքենաները չեն լվացել, լավ մի բան նորմալ ստացվում է ձեր մոտ, թե չէ, որ վարորդները որոշ դեպքերում կամայական դուրս չգան երթուղուց, կամ ժամանակին այդ մեքենաները լվացվեն, անհեթեթ է էլի, անլուրջ է էլի, ասենք ոնց կարելի է այդ մակարդակի ասենք կառավարում իրականացնել ու այդպես խնդիրներ դուր տալ։ Ու այս պայմաններում մարդկանց գրպանը մտնել ասել ավել վճարեք,
ցինիզմի գագաթնակետն է ասել, ոնց կարելի է դա այդ ամեն ինչը հանդուրժել ու տանել։ Ժորժան, բոյկոտեք, մի վճարեք։ Կանցրեմ, էլի նույն պատկերը։ Մի վճարեք, մինչև կդառնա 100 դրամ նորից։ Վարորդին շնորհակալություն հայտնեք ու բոյկոտեք։ Գիտեմ, արդյոք կտեղավորվեն մարդիկ։ Հետ են քաշվում մարդիկ։ Առացիորեն անհնար է տեղավորվել է, էլի։ Դե չստացվեց, բայց որ ստացվի մեկ ապտի թանկ վճարեք, էլի ես իշխանություն, ներողություն։ Խնդրեմ, եթե կտեղ ձեզ չեմ նկարում անում։ Խնդրեմ, առացիորեն պատկերացնում եք ինչա կատարվելու այս ավտոբուսի տեխնիկայի հետ ամբողջ ճանապարհին, էլի։ Այո, այո։ Խնդրեմ, չտեղավորվեց քաղաքացին։ Այդ է, չսմվելով է, չի փակվում դուռը։ Ահա։ Մի հատ է փորձեք, ես դրսից կսխմեմ։ Մի հատ է փորձի։ Ահա։ Մեր օգնությամբ մի ձև դուռը փակվեց։ Մի հնարով դուռը փակվեց։ Երևի պիտի բան անեն, կանգառներում արդեն դուռ փակողներ նշանակեն։ Ոնց նույն իրավիճակն է։ Նստեք այդ մեջտեղից այսպես։ Բոյկոտեք, մի վճարեք։ Վարորդին շնորհակալություն հայտնեք ու բոյկոտեք անկաշկանդ։ Մինչև նորից կդարձնեն 100 դրամ։ Հուսանք այս անգամ քաղաքացին կկարողանա մի կերպ դրախել։ Կարծես թե տեղավորվեցին։ Ահա։ Սիրելի հայրենակիցներ, նորից ողջունում ենք բոլորին։ Մեր բոյկոտի քարոզությունը շարունակվում է։ Քաղաքի տարբեր հատվածներում մեր գործընկերները իրականացնում են բոյկոտի քարոզություն, անդադար հետևողականորեն աննահանջ պայքարեք ձեր իրավունքների համար, օգտվեք բոյկոտի ձեր իրավունքից, իշխանություններին ցույց տվեք իրենց տեղը, ձեր հացի եւ մնացած կարիքների համար նախատեսված գումարը ավել մի վճարեք քաղաքի բյուջե, որ իրենք շատ հանգիստ այդ գումարները չմսխեն, չմտնեն ձեր գրպանը եւ ձեր հացի փողը չտանեն, իրենց հայեցողությամբ ծախսեն։ Երևանը արժանի ունենալ այնպիսի իշխանություն, որը 100 դրամով կկարողանա ապահովել դոտացիայով, թե առանց դոտացիայի։ Հետևաբար սիրելի երևանցիներ, յուրաքանչյուրս անելիք ունենք, ազատ, անկաշկանդ նորից ենք կրկնում։ Որևիցե մեկի վճարել չվճարելուն մի նայեք, ազատ, անկաշկանդ բոյկոտեք, իրացրեք ձեր իրավունքը եւ իշխանությունները հարկադրված կլինեն հաշվի նստել յուրաքանչյուրի տեսակետի հետ։ Դե, սա օդանավակայանինն է։ Այս պահին մենք կդադարեցնենք մեր հեռարձակումը, սպասեք մեզ Երևանի տարբեր հատվածներում, տարբեր մարդաշատ կանգառներում,
բոյկոտ ու էլի եւս մեկ անգամ բոյկոտ։ Այս պահին այսքանը, շնորհակալություն։